Rio de Janeiro-ն չէ։ Ինչ համեմատություն։ Խեղճ Յորիկ։ Քաղաքացի, ձեռք տալ չի թույլատրվում։ Pardon, madam. Pardon.
Իդեպ, ասեք, ինչ ես քաղաքի անունը։ Ինչպես թե։ Արբատով։ Արբատով, շնորհակալություն։ Տարօրինակ։ Արբատով։ Ես լենց դրա համար եմ նայում։ Չէ, սա Ռիո դե Ժանեյրոն չէ։ Եկել եք ուզում, ինչ գործով։ Անձնական։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Դուք ինչ չեք ճանաչում։ Չէ, չեմ ճանաչում։ Մինչդեռ շատերն ասում են, որ ես զարմանալիորեն նման եմ իմ հորը։ Ես էլ եմ նման իմ հորը։ Ինչ եք ուզում ընկեր, կոնկրետ ասեք։ Հենց ողջ խնդիրն էլ այն է, թե ինչպիսի հոր։ Ես լեյտենանտ Շմիդտի տղան եմ։ Այդպես։ Հիշում եք Աչակովը։ Ահա թե ինչ, շատ լավ ուրացրեցիք ընկեր Շմիդ։ Չճանաչեցի։ Վթանում ենք աշխատանքի մեջ։ Մոռանում մեծ երևույթները։ Մոսկվայից։ Այո, անցնում էի։ Մեզ մոտ Արբատով։ Այսպես։ Հիանալի եկեղեցիներ ունենք։ Գլավնավոկայից արդեն եկել են։ Այո։ Պատրաստվում են վերականգնել։ Ասացեք խնդրեմ։ Իսկ դուք ինքներդ հիշում եք Աչակով զրահանավի ապստամբությունը։ Բավականախոտ, աղոտ։ Այն հերոսական օրերին ես դեռ շատ փոքր էի, տակավին մանկիկ։ Կներեք խնդրեմ։ Այո, խնդրեմ։ Ինչ է ձեր անունը։ Նիկոլայ Շմիդ։ Իսկ հայրանունով։ Ոյ, ներեցեք։ Այո։ Հիմա շատերն են մոռանում հեղափոխության հերոսներին։ Նեպի շմոլք։ Չկա նախկին էնտուզիազմը։ Ճիշտն ասած, ես պատահականորեն ընկա ձեր քաղաքը։ Ճանապարհային անախորժություն մնացել եմ առանց կոպեկի։ Դե դուք մի հուզվեք, ընկեր Շմիդ։ Նստեցեք։ Եվ շատ լավ եք արել, որ չեք դիմել մասնավոր անձի։ Այո։ Իհարկե։ Ինձ հարկավոր է ընդամենը 50 ռուբլի։ Դե 50 ռուբլի միգուցե չճարվի։ Ահա բոլորը ինչ կարող եմ։ Ահա։ Հիմա։ Ես, հա, ոնց, ինչ։ Անցեք ընկեր։ Հանգիստ ընկերներ, հանգիստ, չէ որ դա ընկեր Շմիդն է։ Հեղափոխության հերոս, լեյտենանտ Շմիդի տղան, ինչ կա այստեղ ընկերներ։ Բայց հրես ըստ ընկերը։ Հեղափոխության մեծ եւ անմոռանալի հերոս լեյտենանտ Շմիդի որդին Նիկոլայ Շմիդը։ Բա ոնց։ Սա բանի նման չէ։ Վասյա! Վասյա! Չճանաչեցիր, հարազատ եղբորդ, չճանաչեցիր։ Bonjour, donnez-moi s'il vous plaît, մի խոսիր, չես ճանաչում ես եղբորդ Կոլային։ Ճանաչեցի, եղբորդ Կոլային, ճանաչեցի։ Ինչպես է մեծացել։ Վասյա, եղբայրս, ինչի չէիր գրում։ Աչակով։ Դու երբես եկել Մարիուպոլից, հա? Դու այնտեղ ապրում էիր մեր տատիկի մոտ, հա? Հա, ապրում էի, ընդեղ, հա, տատիկ, ես ընդեղ, Իսկ ինչ ունավակ չէիր գնում, ինչու չէիր գնում, ես այնպես էի անհանգստանում։ Գործերով զբաղված էի, դու Ես չեմ գրել, հա? Գրել եմ, այլ պատվիրված նամակներ։ Ահա ես պայլեմ նույնիսկ անդորագրերը։ Աչակով։ Վասյա, եղբայրս։ Աչակով։ Իմիջի այլոց, երեխա ժամանակ ես ձեզ նմաններին սպանում էի տեղն ու տեղը, պարսատիկով։ Ինչու։
Այդպես են կյանքի դաշան օրենքները, կամ կարճ ասած կյանքն իր դաշան օրենքներն է տեղադրում մեզ։ Ինչու խցկվեցիք կաբինետ, չտեսաք, որ նախագահը մենակ չէ։ Ես մտածում եի... Մտածում եք, դուք մտածող եք։ Ինչպես է ձեր ազգանունը մտածող։ Ժան-Ժակ Ռուսսո, Մարգոս Ավրելիոս, Սպինոզա։ Լավ ապրեք, ես ձեզ ներում եմ։ Իսկ հիմա ծանոթանանք, ինչքան չլինի եղբայրներ ենք, իսկ ազգակցությունը պարտավոր իջբան է։ Իմ անունը Օստապ Բենդեր է, թույլ տվեք իմանալ ձեր նախնական ազգանունը։ Վալագանով, Շուրա Վալագանով։ Զբաղմունքի մասին չեմ հարցնում, բայց կռահում եմ, որ մտավորական զբաղմունքի տեր եք։ Դատվածություն այս տարի շատ ունեք։ 2-ը։ Դա լավ չէ, զզվելի զբաղմունք է, ես նկատի ունեմ գողությունը։ Գողությունը մեղք է։ Հուսով եմ մայրիկը մանկուց ծանոթացրել է այդ դոկտրինային, բայց այդ դա եռանդի և ուժի անտեղի վատնում է։ Մի նայեք, տեսնում եք, այն մարդուն, ծղոտ է գլխարկով։ Տեսնում եմ, հետո ինչ լինի, թե Բորնեո կղզունը հանգապետն է։ Չեմի, Տպանիկովսկին, լեյտենանտ Շմիդտի որդի։ Օհո, ևս մի զավակ։ Դա արդեն զվարճալի է։ Լեյտենանտը 3 տղա ուներ, 2-ը խելոք, 3-ը հիմար։ Գուցե նրան պետք է նախազգուշացնել։ Պետք չէ։ Բալագանով, դուք երբեք չեք եղել Իսպանիայում, ուրեմն չեք տեսել ծլամարդ։ Գնանք տեսնենք։ Շուտ արեք Բենդեր։ Անեք շլապաները, մերկացրեք գլուխներդ, հիմա դուրս կբերեն դիակը։ Բացվեցին կաղնետրները և հանգուցյալիտին դուրս բերվեց հարազատների ու մերձավորների ձեռքերի վրա։ Ու աստված արջևից քայլում էր այրին։ Քաղաքացիական կարճատև, սակայն սրտառուչ հոգեհանգստից հետո հանգուցյալի մարմինը հանձնվեց հողին։ Սեղուն է, մենք լեյտենանտ Շմիդտի 69 զավակներս մեր ողջ երկիրը բաժանել էինք տեղամասերի, վիճակահանությամբ։ Նրան բաժիներ ընկել մորդավական ԱՍՍՀ-ն արդարաբար, Բենդեր, իսկ նա արդեն վաղուց սողում էր իմ տեղամասում, միայն թե մինչ օրս ես դրան չէի կարողանում բռնել, ունեցար Բենդեր։ Դուք պիշոն եք, Բալագանով, այո, դուք պիշոն եք, չվիրավորվեք, ես ուզում եմ ցույց տալ ձեզ այն տեղը, որ դուք գրավում եք արևի տակ։ Ու դուք վիրավորվեցիք։ Անդամ եք։ Անդամ եմ, անդամ, պրոլետար մտավորականության պրոֆմիության, սա էլ ինձ հետ է։ Շնորհակալություն։ Չէ՞ որ դուք լեյտենանտ Շմիդտի որդին եք։ Դուք պիժոն եք, պիժոնի տղա և ձեր երեխաներն էլ կլինեն պիժոններ։ Մանկիկ, այն ինչ կատարվեց նույնիսկ էպիզոդ չէ, այլ պատահականություն, 18 օրոնով ջենտլմեն, և ինչպիսի չնչին զբաղմունք է դա տերը մեզ պրկի լեյտենանտ Շմիդտի որդի, ասենք էլի մի տարի իսկ հետո ձեր խոպոպիկներով ձեզ կճանաչեն և կսկսեն պարզապես ծեծել։ Բա ինչ անենք, ինչպես ճարենք մեր ամենօրյա հացը։ Խորհել է պետք։ Ինձ օրինակ սնում են միայն գաղափարներ։ Ֆրանսներ, քաղաքացիներ, տաքսին ազատ է, հավեցեք, նստեք, գինն իջեցված է 10-ից 12%-ով, չեք կավենում, կզղջան։ Իմացեք շուրա, յուրաքանչյուր վիտամինի դիմաց ես ձեզանից բազում մանր ծառայություններ կպահանջեմ։ Տեսնում եմ, որ անշահասիրաբար փող եք սիրում։ Ասացեք, ձեզ ինչ գումար է դուր գալիս։ 5000։ Ամսական։
տարեկան։ Մեր ճանապարհները տարբեր են։ Ինձ հարկավոր է 500,000 եւ ըստ օրու միանգամից, ոչ թե մաս-մաս։ Գուցե համաձայնեիք մաս վերցնել։ Ես մաս-մաս կվերցնեի, բայց ինձ միանգամից է պետք։ Ձեր ինչին է պետք այդքան փողը, միանգամից։ Ճիշտ ասած ինձ ավելի շատ է պետք, 500,000 դա իմ մինիմումն է։ Ես մեկնել եմ ուզում ինքեր շուրա, մեկնել շատ հեռու, Ռիո դե Ժանեյրո։ Դուք այնտեղ ազգականներ ունեք։ Մի տես նման եմ մարդու, որ կարող է ազգականներ ունենալ։ Չէ, բայց ինձ թվում է։ Ես ազգականներ չունեմ ինքեր շուրա։ Ես աշխարհում մենակ եմ։ Մի հայր ունեի թուրքապատակ, այն էլ վաղուց մեռել է զարհուրելի ջղագալարքից, սակայն բանն այդ չէ։ Ես մանկուց երազել եմ գնալ Ռիո դե Ժանեյրո։ Դուք իհարկե չգիտեք, որ կա այդպիսի մի քաղաք։ Սա կտրված է սովետական փոքր հանրագիտարանից։ Տեսեք ինչ է գրված Ռիո դե Ժանեյրոյի մասին։ 1,360,000 բնակչություն, Ատլանտյան օվկիանոսից ուղղախորշի ափին։ Քաղաքի գլխավոր փողոցները խանութների հարստությամբ եւ հոյակապ շենքերով չեն զիջում աշխարհի առաջնակարգ քաղաքներին։ Բայց ասում եք շուրա չեն զիջում։ Մուլատներ, միլիոնատերեր, ծովախոր, սուրճի արտահանում, Չարլստոն, իմ սիրած աղջիկը մի սիրուն փոքրիկ բան ունի անունով։ Էլ որ մեկն ասեմ, ինքներդ հասկացեք։ 1.5 միլիոն մարդ եւ բոլորն են անխտիր սպիտակ շալվարներով։ Իսկ որտեղից կճարեք 500,000-ը։ Որտեղից որ լինի։ Ցույց տվեք ինձ մի հարուստ ինդիվիդում եւ ես կխլեմ նրանից այդ փողը։ Ինչ։ Ուրեմն սպանել։ Ստա Բենդերը ոչ ոքի չի սպանել։ Նրան սպանել են, դա պատահել է, բայց ինքը մաքուր է։ Օրենքի առաջ։ Ես հրեշտակ չեմ եւ թևեր չունեմ, բայց ես հարգում եմ քրեական օրենսգիրքը, դա իմ թուլությունն է։ Իսկ ինչ ձեով եք ուզում փողը խլել։ Բանը ձևի մեջ չէ, անձամբ ես փող ճարելու 400 համեմատաբար ազնիվ միջոցներ ունեմ։ Բանն այն է, թե ինչպես գտնենք այդքան հարուստ մի ինդիվիդում, մինչդեռ նրանք կան, պետք է որ լինեն։ Եթե երկում շրջում են թղթադրամներ, ուրեմն պետք է որ լինեն մարդիկ, որոնք շատ ունեն դրանցից։ Ախ, կան շատ հարուստ մարդիկ։ Իսկ դուք նրանց ճանաչում եք։ Կարող եք տալ թեկուզ մի ընդհատակյա միլիոնատիրոջ ազգանուն եւ ճիշտ հասցեն։ Սովետական միլիոնատիրոջը չի կարող գտնել անգամ ֆիժող կոմը։ Իր հարկային գերհզոր ապարատով։ Իսկ միլիոնատերը միգուցե նստած է հարևան սեղանի մոտ եւ կոպեկանոց գարեջուր է խմում, ահա թե ինչն է ցավալի։ Ես այդպիսի մարդու ճանաչում եմ։ Ազնիվ խոսք Մոնսյո Բենդիեր։ Գնա, ես ողորմություն եմ տալիս միայն շաբաթօրերը, փչելու տեղ չէ։ Աստված վկա Մոնսյո Բենդիեր։ Գիտեք շուրա, եթե դուք վերջնականորեն անցաք ֆրանսերենի, ապա ինձ անվանեք ոչ թե մեսյո, այլ սիտուաեն, որ նշանակում է քաղաքացի։ Իդեպ ձեր միլիոնատիրոջ ասեն։ Նա ապրում է Չեռնամորսկում։ Իհարկե, այդպես էլ գիտեի, Չեռնամորսկ։ Քաղաք, որտեղ նույնիսկ հեղափոխությունից առաջ 10,000 ունեցողը համարվում էր միլիոնատեր, իսկ հիմա ես արդեն պատկերացնում եմ։ Չէ, դա դատարկ բան է։ Չէ, ինձ լսեք վերջապես։ Նա իսկական միլիոներ է։ Հասկանում եք, Բենդեր։ Վերջերս ես նստած էի այնտեղի ուղիչ ճամբարում։ Ասացիք ինչպես է այդ միլիոնատիրոջ ազգանունը։ Կարեիկը, հիանալի ազգանուն։ Դուք չեք նկատել բալգանով, ես սպիտակ մազեր ունեմ։ Կլինեն, մեզ սպասում են ահեղ ճակատամարտեր, դուք էլ սպիտակ եք բալգանով։ Իսկ ինչու, չէ որ դուք ասացիք, որ փողն ինքը կբերի կապույտ սկութերի վրա դրած։ Ինչ սկուտեղով, իսկ ըստ թե յապսեով։ Իսկ Ռիո դե Ժանեյրոն։ Ես էլ եմ ուզում սպիտակ շալվար հագնել։ Ռիո դե Ժանեյրոն իմ մանկության բյուրոյի երազանքն է, մի կպեք նրան ձեր թաթերով։ Դե լավ անցնենք գործի, ինչպես կասեր Մոպասանը, անհապաղ ժամանել Չեռնամորսկ, ամսգես տպահակային, փչել փողերը, զորանդեսի հրամանատարը ես եմ։
ուշադրություն, խոսում է Մոսկվան։ Կոմինտերնի անվան ռադիոգայանը 1744 մետր ալիքով։ Հաղորդում ենք վերջին լուրեր։ Տեղի ունեցավ Крылья Советов ինքնաթիռիչքը Մոսկվա, Բերլին, Փարիզ, Ռոմ, Լոնդոն, Բերլին, Վարշավա, Մոսկվա երթուղով։ Ավելի քան 7000 կիլոմետր։ Ինքնաթիռը թռչում էր վաստակավոր օդաչու Միխայիլ Գրոմովի եւ բորտմեխանիկ Ռուսանովի ղեկավարությամբ։ Լենինգրադի ընկեր Յենուկիդզեի անվան Արևելյան ինստիտուտին կից Հյուսիսային ժողովուրդների ֆակուլտետը վերակազմվում է որպես ինքնուրույն համալսարան, որը եւ Հյուսիսային ժողովուրդների համար լինելու է առաջինը։ Երկորյակներ, Ռոսկոշ Գալանտերեյա։ Առաջին անտենդեր շոկեքարշը։ Օգոստոսի վերջին գործարանը Պարսկաստանին կհանձնի 4 շոկեքարշ։ Պիոներական հավաք։ Մոսկվայում տեղի է ունենում համամիութենական առաջին պիոներական հավաքը, որի նպատակն է ողջ հասարակայնության ուշադրությունը գրավել պիոներական շարժման հարցերին։ Այդպիսին է համամիութենական հավաքի հիմնական իմաստը։ Հավաքի նախապատրաստությունը հասարակական լայնածավալ շարժման բնույթ էր կրում։ Արտասահմանյան նորություններ։ Ֆրանսիայի մինիստրների խորհրդի նախագահ Բոնտարը։ Օրիգինալ կոնստրուկցիա է, ավտոմոբիլիզմի արշալույսը, բարև ձեզ։ Տեսնում եք Շուրա, թե ինչ կարելի է սարքել Զինգերի սովորական կարի մեքենայից, մի փոքրիկ հարմարանք եւ ստացվել է կոլխոզային հիանալի խրծակապ մեքենա։ Հա, ինչ, պարդոն, հեռացիր։ Այսինքն ոնց թե հեռացիր, ապա ինչու եք ձեր կալսիչի վրա դաջել եղ ֆռացնեմ ռեկլամը։ Ասացի հեռացիր։ Իսկ եթե ես ու իմ ընկերը ուզում ենք որևէ տեղ մեկնել գործով, լավ եղանակ, այսօր ինձ դրա համար ուզում ենք եղ ֆռալ։ Քաղաքացի, համեցեք, նստեք։ Չէ, Կզոր շատ։ քո այդ պարավացկարկով հեռու չենք գնա։ Համեցեք, իսկ ուր տանեմ։ Այս անգամ ոչ մի տեղ ֆինանս չկա։ Ինչ արած ընկեր մեխանիկ։ Փող չկա։ Միևնույն է, նստիր, ձերի կտանեմ։ Այդ ինձ զողություն է։ Արա, խո չեք խմելու։ Տկլոր չեք պարելու լուսնի տակ։ Ինչու եք կարծում, թե մենք կարող ենք լուսնի տակ մերկ պարել։ Նստիր, ֆռացնե։ Ուր օգտվենք հյուրասիրությունից։ Տեսնում եմ լավ բնավորություն ունեք ընկեր մեխանիկ։ Ուր տանեմ։ Չեռնամորսկ։ Չեռնամորսկ։ Ընդամենը 1000 կիլոմետր, հարավ։ Այնտեղ մենք մի փոքրիկ ինտիմ գործ ունենք, ուզում եք գնանք միասին։ Չեռնամորսկում գնահատում են հնամենի իրերը եւ սիրով շրջում են դրանցով։ Իսկ Արբատովում դուք կորցնելու ոչինչ չունեք, բացի պահեստի շղթաներից։ Ճանապարհին չեք քաղցի այդ հոգսի ինձ վրա է վերցնում։ Մի խոսքով բենզինը ձեզնից, գաղափարը մեզնից։ Արբատով քաղաքի շուկայի հրապարակում նվագախմբով հանդիսավոր դիմավորեցին ավտովազքի մասնագետներին։ Ինչ ավտովազք։ Իսկ դրանք մեզ չեն հետապնդի։ Շուրա, պետք է թերթ կարդալ, երբեմն նրանք սփռում են խելացի բարի մտքեր։ Մենք գտնվում ենք Մոսկվա, Խարկով, Մոսկվա չեպընթաց ավտովազքի տրասսայում։ Որոշ ժամանակ մեր մեքենան կլինի այդ ավտովազքի առաջատարը, հասկացար։ Բարիկովսկիի փախչում, Բարիկովսկի։ Հոգնեցեք, փկեցեք, ասկված քրկի, փկեցեք, Ինձ վերցրեք սողունի։ Չէ, թողվայի մալը թե ինչ է նշանակում խախտել կոնվենցիան։ Վերցրեք ես լանն եմ, չեմ անի, երբեք չեմ անի։ Բաց թող թռչունը։ Չեմ կարող, չէ։ Բաց թող թռչունն ասում եմ։ Ափսոս։ Լրի ընթացք առաջ։
Աղջուկներին տես։ Ինչպես է ձեր սայլակի անունը ադամ։ Լորեն Դիտրիխ։ Օ, դա ինչ անուն է։ Մեքենան ռազմանավի պես պետք է ունենա իր սեփական անունը։ Ձեր Լորեն Դիտրիխը աչքի ընկնում անսովորագությամբ եւ նրբագեղությամբ։ Ուստի առաջարկում եմ մեքենային աշմանից շնորհել անդիլով գնու անունը։ Խնդրեմ։ Ով եմ։ Ես։ Միաձայն։ Ուստի լրիվ ընթացք, լիստը շարունակվում է։ Ողջունում եմ ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ընկեր Կորեյկո։ Այո։ Ալեքսանդր Իվանիչ, դուք ինչ եք ասի, որքան կանի 836-ը բազմապատկար 423-ով։ 353,628։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ։ Ֆենոմեն։ Մեկ ուրիշը նրա տեղը փայլուն կարիերական էր, իսկ սա փալասի մեկն է, ողջ կյանքում կնստի 46 ռուբլիների վրա։ Աջ կողմում տեսնում եմ եկեղեցի իր քաղաքով։ Ուդոևն է։ Կանք պիտի առնենք։ 5 րոպե միայն։ Մեր հետևից գալիս են առաջնակարգ մեքենաներ եւ նրանց հետ տեսակցությունը չի մտնում մեր պլանների մեջ։ Վարորդ քերիքի բենզինը։ Մինչև Ուդոև քերիքի։ Իանալի է։ Պատասխանեք ողջույններին։ Ժպիտներով եւ գլուխ տալով։ Խնդրում եմ բերանները չբացեք։ Նկատի ունեցեք, թալան թույլ չեմ տա։ Օրենքի եւ ոչ մի խախտում։ Ինչ որ հարկավոր է Ուդոևցի քենցի իրենք կտան։ Ողջույն ավտովազքի մասնակիցներին։ Ուրա։ Վարելիքը բրծավ։ Իսկույն կլսնենք Սերյոժա։ Այստեղ եմ։ Մենք բոլորով նախատեսել ենք թռուցիկ միտինգ։ Հետո ճաշ, այնուհետև գեղարվեստական։ Իսկ եթե ընդհակառակը առաջինը ճաշ, երկրորդը միտինգ։ Մարդիկ վաղուց սպասում են անհարմար է։ Պարզ է, այդ դեպքում պետք չէ ճաշել մթերքը կվերցնեք մեզ հետ, իմ ընկերները կստանան։ Ես կստանամ Եվ բենզին, 1 տակառ։ ավիացիոն, մեխանիկ ստացեք։ Ահա։ Միտինգը պետք է խիստ կրճատել։ Ջարները թողեք եկողների համար։ Ինչ վիճակում են մյուս մեքենաները։ Ետ են մնացել, վթարներ, ջարդված բնակչության ոգևորություն, հայտավելը ետ է պահում նրանց։ Դուք կոմանդորի մեքենայով եք։ Կլեպտոնովը ձեզ հետ։ Կլեպտունովին ես հանեցի վասկից։ Իսկ պրոֆեսոր Պիսոշնիկովը նա պակարտի վրա է։ Պակարդի վրա։ Իսկ բանաստեղծի վերակրուցը, այն տեսնենք նրան։ Բարև ձեզ։ Իսկ Նիժինսկին ձեզ հետ է։ Գիտեք ինչ, ես մի փոքր հոգներ եմ Արշավից։ Բարև ձեզ։ Իսկ դուք Ստուդեբեկերի վրա եք։ Կարող եք Ստուդեբեկեր համարել մեր մեքենան, բայց մինչև օրս նա կոչվել է Լորեն Դիտրիխ։ Թույլ տվեք։ Չէ որ ես կարդացի, ավտովազքում ոչ մի Լորեն Դիտրիխ չկա։ Գալիս են 2 պակարդ, 2 Ֆիատ եւ 1 Ստուդեբեկեր։ Գլուխի ծոցը գնացեք ձեր Ստուդեբեկերով։ Ով է Ստուդեբեկերը, ձեր ազգականն է, ձեր հայրիկն է Ստուդեբեկերը։ Ինչ է կպել մարդկանց, քեզ մայրենի լեզվով ասում են, որ վերջին պահին Ստուդեբեկերը փոխարինեցին Լորեն Դիտրիխով։ Իսկ գլուխ է տանում։ Ստուդ գիտակ, սպանել է պետք է գիտակներին։ Ստուդեբեկեր դրեք նրան։ Ես ուրախ եմ ընկերներ, ավտոմոբիլային շչակով խախտելու Ուդոև քաղաքի նահապետական անդորը։ Ավտոմոբիլն ընկերներ շռայլություն չէ, այլ փոխադրական միջոց է։ Ավտոմոբիլը համարվում է ներքին հայրման շարժիչ, ընկերներ։ Ավտոմոբիլը համարվում է նաև կուլտուրայի շարժիչ։ Կարգավորենք սովետական ավտոմեքենաների սերիական արտադրությունը։
դժույգը փոխարինելու է գալիս գյուղացիական ձիուկին։ Բոլորս դեպի ավտոմոբիլ, ընկերներ։ Խփենք ավտովազքով թափթփվածությանը, ճանապարհազրկությանը եւ բյուրոկրատիզմին։ Ընկերներ, մի բան ուտելուց հետո մենք շարունակենք մեր դժվարին ճանապարհը։ Գնացեք ավտոդորի վիճակախաղի տոմսեր, բոլորս դեպի ավտոդոր, բարելավենք ճանապարհները, մերսի բարեկամներ, հիփ հիփ ուրա։ Ընկերներ, ես հավատում եմ Լուչանսկի պայծառափայլ ավտոապագային, կանցնի մի չնչին ժամանակամիջոց, և Լուչանսկի յուրաքանչյուր երրորդ, ոչ յուրաքանչյուր երկրորդ բնակիչ կդառնա ավտոմոբիլից, ուղիղ նետի նման ասֆալտաբադ շոսեն Լուչանսկը կկապի Ուդոևին։ Ես հիշում եմ ֆրանսիական մի հին անեկդոտ, մի կողմ տարեք ֆոտոգրաֆի նախանգարում էին մթերի ընթացքը։ Գնա այստեղից։ Մտաբերում եմ մի հին, ընկերներ, հարցերի պատասխանները հետո։ Մի ֆրանսիացի վերադառնում է գործուղումից իր ջահել կնոջ մոտ եւ ահա Մենք բռնել ավտովազքի առջևից ընթացող մարդատար մեքենան։ բոլորս դեպի ավտոդոր, ընկերներ, շնորհակալ եմ, բարեկամներ, հիփ հիփ ուռա։ Նա գալիս է։ Լսում եք Ալեքսանդր Իվանիչ, դասարտական տեղեկագրում։ Այս ռեբուսը դժվար կլինի լուծել։ Ստիպված կլինեք չարչարվել։ Սա ինչ ցիա է։ Ցիա։ Ստիպված, միայն թե սագն է ինչ շփոթեցնում, ինչի համար է այս սագը։ Ցիա։ Ալեքսանդր Իվանիչ, բարև ձեզ, կներեք խնդրեմ։ Հա, քո ինդուստրիալիզացիան։
Ստացվում է։ Փարկաստու սկիզբը կա։ Ինդուս, Ահա։ ալի, զա, այ քեզ ցիա, նզովյալը չի կպչում։ Եթե ակցիա լիներ կամ օպերացիա։ Ահա։ Ավելորդ սպաս մի դրեք, Զոսիա Վիկտորովնա։ Իզնից բացի ոչ ոք չի ճաշելու։ Այո։ Ձեզ մոտ այսօրվանից միայն ես եմ ճաշելու։ Իսկ ինչու։ Մամզեն գնաց արձագուրտ, իսկ Պատվիսոցկուն ազատեցին, այնպես որ նա կորցրել է իր ախորժակը։ Ես կարծում եմ, որ դա երկար չի տևի։ Մոռացա ասել, որ գործերը վատ են Զոսենկա։ Հիմա մեր հույսի քոթոշակն է լինելու։ Ոչինչ, պապիկ, մի կերպ կապրենք։ Գնամ երիտասարդական տեղեկագիր, գուցե հաջողվի այնտեղ մի բան վաստակել։ Հա, ռեբուսը։ Այսպիսի բաներ, Զոսիա Վիկտորովնա։ Հա, դուք նորություն լսել եք։ Օտաչու Սևրիգովին գտել են։ Հա, ասում են նա ծնվել է Չեռնոմորսկում։ Ճիշտ։ Այո, ապրում ենք այսպես մենակ զրկված բավականությունից։ Ինչից զրկված։ Զրկված կանացի փաղակ շանքից։ Գիտեք, ուզում եմ ձեզ ասել, Զոսիա Վիկտորովնա, պարզապես կյանքից մի օրինակ, իմ մի ծանոթը տարեց մարդ է, այսինքն այնքան էլ ձեր չէ, բայց ջահել էլ չէ, ոչ թե ջահել չէ, այլ, գիտեք, ժամանակն անցնում է, տարիները թռչում են, և այդ ամենը զանազան մտքեր են ծնում նրա մեջ, ամուսնության մասին օրինակ, նա լավ մարդ է, միանգամայն անշար մարդ, նրան կարելի է սիրելից թվում է, նա պիժոն չէ, ինչպես ուրիշները, և չի սիրում խոսքերը կամուն տալ, ես չեմ հասկանում, ինչու ասենք մի աղջիկ չամուսնանա նրա հետ։ Իսկ դա ճիշտ է, որ օտաչու Սևրիգովը ծնվել է Չեռնոմորսկում։ Իսկապես ժամանակն ընթանում է զարհուրել արագությամբ։ Օրինակ վերջերս ես 19 տարեկան էի, իսկ այժմ 20, իսկ մի տարի հետո կլինեմ 21։ Եվ հետո ինձ զարհուրել զուգադիպություն։ Գիտեք, ես մի ծանոթ աղջիկ ունեմ, նա ասաց, որ մի մարդ իրեն առաջարկություն է արել։ Դուք հասկանում եք, աղջիկն ասում է, որ նա լավ մարդ է, ազնիվ, բարի մարդ։ Բայց իմ ընկերուհին հենց այս օրերին ինչ-որ որոնումների մեջ է, հոգեկան ինչ-որ ծառա։ Մի խոսքով տվյալ պահին այդ աղջիկը չի կարող ամուսնանալ այդ մարդու հետ։ Եվ դու ճիշտն ասած, դե ինչի նման կլինի նրանց կյանքը։ Աղջիկը որոնումների մեջ է, իսկ նա եթե անկեղծ խոսելու լինենք, ամսական ընդամենը 46 ռուբլի է ստանում։ Եվ հետո էլ տարիքը։ Չէ՞ որ դա էլ է կարևոր։ Եվ հետո նա առայժմ դեռ չի սիրում այդ մարդուն, չի սիրում, բայց չէ՞ որ դա կարևոր է, ճիշտ չէ։ Մենք պարզապես մտերիմներ կլինենք, լավ։ Ավելի լավ կլիներ, եթե ամուսնանայիք ինձ հետ։ Ծաղիկներ գնացեք, ծաղիկներ գնացեք։ Վերցրեք։ Ռոջիկն ուշացնում են, վճարում են շատ անկանոն, ուզում ենք տեղկոմի միջոցով։ Ինչպես կուզեի կինո գնալ։ Գնանք, Ալեքսանդր Իվանիչ։ Դուք մի ծխում եք, Ալեքսանդր Իվանիչ։ Ոչ, թողել եմ։ Թողել եմ, և վերջ։ Զոսյա! Զոսյա, երկու կոնտրավարգա ունեմ, միայն թե շտապիր։ Լավ, ես գնացի։ Շուտ արա, շուտ արա։
ինչ։ Ողջույն։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Ընկեր Կորեյկո, Ալեքսանդր Իվանիչ։ Վերնեք, նարինջները, Կարամազով եղբայրներ, այո։ Դուք չեք ասի, որքան կանի 47308-ը բազմապատկած 251-ով։ Ոչ, չեմ կարող, միգուցե նորից ասեք։ Ինչ է եղել Ալեքսանդր Իվանիչ, հոյրվան չեք, հետաքրքիր է ինչ է պատահել։ Ոչինչ, բան չկա։ Կանցնի։ Սպասեցեք, ես ինքս կանցնեմ ընկեր Կորեյկոյի։ Գնահատած բանդերո, դուք հիանալի ազգականներ ունեք, ամեն օր հեռագրեր, ամեն օր բարողներ, հիանալի ազգականներ Որ ունեք։ գնացիք աշխատանքի, փոստատարը բանդերոջ բերեց։ Ջենտլմեններ, հարցնում եմ ձեզ, ինչից են վախենում մարդիկ։ Մարդիկ վերջի վերջո ամենից շատ վախենում են անհասկանալի բաներից, այո, ավելի շատ անըմբռնելի բաներից։ Ես համոզված եմ, որ իմ վերջին հեռագիրը մտովի իրար հետ ենք, ցնցող տպավորությունը գործել մեր կոնտրագենտի վրա։ Կլիենտին անհրաժեշտ է ընտելացնել այն մտքին, որն այսպես թե այնպես պետք է փողը տա։ Նրան պետք է բարոյապես զինաթափել, պետք է նրա մեջ խեղդել ռեակցիոն մասնավոր մենատիրական բնազդները։ Ասիստենտ Պանիկովսկի, ձեզ հանձնարարված այսօր կրկին հանդիպել մեր պաշտպանյալին եւ խնդրեմ նրանից 1 միլիոն, այդ խնդրանքը համեմելով ապուշ ծիծաղով։ Ինչ տեսնելուն պես նա մյուս մայթ անցավ։ Լավ, ամեն ինչ ճիշտ է, ամեն ինչ նորմալ է ընթանում, կլիենտը ներվայնանում է, կլիենտը հուզվում է եւ պետք չէ նրան դադար տալ։ Նա բութ տարակուսանքից անցնում է անիմաստ եւ անսովոր վախի, ուտելիքը կուլտ մի դարձրեք։ Ես տամոքսի խոցուն։ Գիշերները նա ցատկում է մահճակալից եւ բղավում մայրիկ, էլի մի քիչ, էլի մի երանք, վրցնի մի հարված եւս Զգացված է։ եւ նա ի վերջո խելքի կգա, ողբալով կմոտենա բուֆետին եւ այնտեղից կհանի կապույտ եզրաշերտով։ Ինչը, հա? Ափսեն։ Վերջտրեք ուրախությանը։ Առայժմ փողերովի ափսեն Կարեյկոյի ձեռքին է, եթե ընդհանրապես գոյություն ունի այդ կախարդական ափսեն։ Գոյություն ունի, կոմանդոր։ Այո, շատ լավ։ Նախապատրաստական շրջանը համարում եմ ավարտված, սկսվում է ժամը ակտիվ պայքարի։ Այսօր մենք Աստծո օգնությամբ առաջին անգամ կշոշափենք կացի Կարեյկոյի կուրծը։ Դուք կշոշափեք շուրը Միխայիլ Սամուիլովիչի հետ։ Ոյ, կեֆիրը շատ է օգնում սրտին։ Ոյ, շուրա։ Հավատացեք շուրա, միայն գողություն։ Միայն կողոպուտ։ Միայն գողություն շուրա։ Միայն կողոպուտ։ Դուք ողորմելի չինչին արարացեք շուրա։ Իսկ դուք կախշում, այստեղ պետը ես եմ։ Ով է պետը։ Ես եմ պետը, ինձ է հազդարարված։ Չէ ես։ Ինձ։ Քեզ։ Բայնում, չլինի թե քեզ։ Իսկ դու ով ես ասեմ տեսնեմ։ Բա դու ով ես։ Չէ, դու ով ես, ես եմ հարցնում։ Իսկ դու ով ես։ Դուք տեսակ, հա? Դուք տեսակ, բոլոր տեսակ, հո դուք էլ ամենից տեսակ, ես դուք ամենից տեսակ, ամենից տեսակ։
Հիմա կտեսնեք ինչ կանեմ դրան ես։ Հակացի։ Ինչ չկպչեք։ Իսկ գիշերը բաց Տեսեք է։ ինչ եմ անելու, դուք չգիտեք։ Հիմա արյան գետերն հոսորու պատակ անեմ։ Դուք տեսակ, հիմա ես դրան։ Անգես։ Նստեք։ Դες մուտեր են դաստրակ եք շուրա։ Կամաց, ծրկու չն խոսի, սնուչ բան է։ Լավ, դուք ինձ ամոզեցիք, դուք պետք կլինեք ես տեղակալ, թող այդպես լինի։ Ինչ եղավ ձեզ սերկով չեն խոսի կուլտուրա։ Միխայել Սամուելիչ, իսկ ինչ չի կողոպտել։ Աստված Չէ որ դա եկան էշտ է։ թող այդպես լինի։ Կարեկան, երեկային գրում է փողոցում։ Ես մոտորում եմ ձախ կողմից, իսկ դուք մոտորում եք աջ կողմից, մութ է, շատ մութ է։ Ես ձախից եմ սեղում նրան, իսկ դուք աջից եք սեղում նրան, եւ այդ տղմարը կանգ երրում եւ ասում. Խուլիգան, նա ինձ ասում է խուլիգան, ես եմ խուլիգանը, դուք եք մոտորում եւ ասում, այդ ով է խուլիգանը, եւ աջաբակ ես սեղում եմ նրան, եւ այդ դուք եք ասում եք դենչիլ։ Խփել չի կարելի։ Այ հենց բանն է դրանումն է, որ խփել չի կարելի, ինչ կանում։ Խփել չի կարելի, բենդեր արգելում է։ Ես էլ գիտեմ, բենդեր։ Լավ։ Մեկնեցեք Կիև ու վերջ։ Ինչու։ Մեկնեցեք Կիև ու վերջ։ Ինչ Կիև։ Մեկնեցեք եւ հարցրեք, ինչ էր անում Պենիկովսկին նախքան հեղափոխությունը, մեկնեցեք ու հարցրեք, ու վերջ։ Մեկնեցեք ու հարցրեք։ Դե լավ հետո։ Չէ, դուք մեկնեցեք ու հարցրեք եւ ձեզ կասեն, որ մինչեւ հեղափոխությունը Պենիկովսկին կույր էր շուռը, հեղափոխությունը որ չլիներ, միթե ես միլավ ինձ նայր շուռը, բայց ես կդառնայի լեյտենանտ Շմիդտի տղան, հեղափոխություն, ախ շուռը չկա, դրանից առաջ ես հարուստ մարդ էի, տուն ունեի եւ ընտանիք, եւ սրանից վրա դնում էի նիկելապատ ինքնաերներ, իսկ ինչն էր ինձ կերակրում ինձ հարցրու։ Դե ինչ էր կերակրում։ Ինչն էր ինձ կերակրում։ Ձեռնափայտ եւ կապույտակնոց, այսպիսի ձեռնափայտ։ Այսպիսի ձեռնափայտ։ Բայց ինչի թողեցիք այդ գործը։ Հեղափոխություն։ Մինչ հեղափոխությունը շուռը չկա, ես պրարեզնա եւ Կրեշատիկ անկյունում կանգնած ոստիկանին ամսական 5 ռուբլի է վիճարում։ 5 ռուբլի եւ ոչ ոք ինձ ձեռք չէր տալիս դեռ ավելին։ Նա հետևում էր, որ Պանիկովսկուն ոչ ոք չնեղացնի։ Շատ լավ մարդ էր։ Նրա ազգանունն էր Նաբաբա, բյուրեղյա հոգի։ Ես նրան հանդիպեցի, նա այժմ երաշտական քննադատ է, իսկ հիմա վերցնեք միլիցիան։ Միթե կարող ես Ես քեզանից լավ գիտեմ, Միխայել Սամուելիչ, ես եղել եմ անապաստան, ես քեզանից լավ գիտեմ, ես ոտում եմ դրոց, Ֆրանսիս վատը չկա, միլիցիա, գալիս դուք շատ լավ գիտեմ, ես ոտում եմ դրոց, Միխայել Սամուելիչ, ես անապաստան եմ ես շատ լավ գիտեմ, ես դրոց, դա հոչ Եվ ահա ստիպված եղա շուռ չկա օր սրության, ստիպված եղա դառնալ աֆերիստ, բախտի հեգնակ։ Բրնի, շուռ է բրնի։ Այս արտակալ գործի սիրում եմ, հանում ձեզ։ Եթե արդեն տեղն է, պետք է նորից գործի դնալ ձեռնափայտ եւ կապույտակնոցը, եւ հասկացեք շուռը չկա, որ գողությունը գերադասելի է կողոպուտից։ Որտեղ է զուգարանը։ Միայն գողություն շուռը։ Շուռը չկա, սպասեք մեկ րոպե։ Մեկ րոպե։ Pardon? Ինչ է պատել։ Հազարներություն։ Pardon. Hayır. Անգերսկում բրեջ, ստեսյո։ Հազարներություն, ուզում եմ կողմ ասնել։ Շնորհակալ եմ, մեծապես շնորհակալ եմ։
Շնորհակալ եմ։ Այո, մի թող շնորհակալ։ Մի ուզում խնդրեմ, շնորհակալ եմ, մեծապես շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, մեծապես շնորհակալ եմ։ Ամուշ, ավտոբուսը չես դու Արդեն? Ախր Պանիկովսկուն ծեծում են, Հերկուլեսի մոտերքը։ Գոռում եք, ինչպես սպիտակ արջտակ եղանակին։ Ոնց են ծեծում։ 5 րոպե կլինի։ Հենց այդպես էլ կասեիք, ցնդած ծերուկ։ Գնանք յանանք, մանրամասնություններ ճանապարհին։ Pardon, քաղաքացիներ, տիկին, այդ դուք չեք կորցրել Պավիդլոյի տալոնը, շուտ վասեք այնտեղ ընկած անկյունում։ Թույլ տվեք տղամարդիկ։ Մադամ, ձեր երեխան լալիս է ավտոբուսում, ճամփա տվեք էքսպերտին։ Հեռու, ձրիակեր, հեռու, տեղ բացեք։ Սա է։ Անդարտվեք ընկերներ։ Կսանձենք անկարգներին, խնդրում եմ բոլոր վկաներին ասել հասցեներն ու ազգանունները։ Ովքեր են վկաները, դուք վկայեք, խնդրեմ քաղաքացի վկաներ, կգրենք հասցեները, ազգանունները, ես ձեր հեռախոսների համարները։ Պարդոն, ներծուցակագրվեք, իրենք գիտակից, հանդես բերենք քաղաքացիական ակտիվություն, կատարենք մեր քաղաքացիական պարտքը։ Ուր են վկաները, ընկերներ, ովքեր են վկաները, խուլիգանները տեղ չունեն մեր քաղաքում, պետք է վերջ տալ խուլիգանությանը, ցուցակագրվեք, դուք վկայեք, տվեք ձեր հեռախոսի համարը, դրանցըք։ Վկաներ կան, ովքեր են վկաները։ Ես վկայեմ։ Կնդրեմ հետևեք ինձ։ Գնանք, օպաշնոր ծերուկ, տաղանդավոր խելագար։ Սրան տեսեք, մի նշանավոր կույր էլ հայտնվեց, Պանիկովսկի Հոմերոս, Միլտո և Պանիկովսկի, տաքուկ ընկերություն, իսկ Բալագանովը, խորտակված նավի նավաստի, Պանիկովսկուն ծեծում են, իսկ ինքն ինչ, ես ձեզ կհեռացնեմ։ Ես ուզում էի կողոպտել մտության քողի տակու վերջ, ուղղիղջի որ մենայած ես, նայամ եմ ջմեղավ։ Չամարձակրում դուքջան, ինյասար ամակապ կակարվացեմ, նասկրի չորդեն։ Թե շամպոչից մաղ կստացվի ձեզնից էլ աշխատողներ։ Վերջ։ Շուրա, Օստապ Իբրահիմովիչ, այգ տեսեք, կհարցակվեք փողոցում գիշերով մտության քողի տակ, չէ Միխայել Սամվելովիչ։ Ազնիվ խոսք եմ տալիս Օստապ Իբրահիմովիչ։ Մենք շուրայի դատարկ դուք Պանիկովսկուն հավատում եք, հա։ Աղաչում եմ, հավատացեք, մենք կատարածենք ձեր վստահությունը գիշերով մտության քողի տակ։ Հավատավոր կատարածենք, մենք միասին, չէ Միխայել Սամվելովիչ, Օստապ Իբրահիմովիչ, մենք կատարածենք ձեր վստահությունը, կատարածենք։ Ինչ տակ է։ Դուք չեք լանում գիշեր, Ալեքսանդր Իվանիչ։ Ոչ։ Նույնա, այդ դեպքում ինձ սպասեք այստեղ։ Ես մտնեմ ջուրն ու դուրս գամ։
սխոտ չունեք։ Ես սխող չեմ։ Իսկ ժամը քանիստ է, չգիտեք։ Հավանաբար 12-ը։ 12-ը ես չգիտեի։ Ձերքերդ վեր։ Ինչ։ Ասացին ձերքերդ վեր, ինչ կայստեղ չհասկանալու։ Քերի, եղիր ու յաջա, ոյ, բացի, Բաբա հման վայր գցեցի, բան չկա։ Ինչ գլխավորը բադու։ Ինչ գեհ, աղալորս դու, բադուս։ Աղա դու երեք որտեղ կնես վաղ, հա։ Ձեր չտա։ Ձեզ բադուս։ Դուք ինչ-որ բան էիք անում, թավալվում, փող էիք կիսում, դա հետաքրքիր է, շարունակեք, դե շարունակեք, իսկ ես կդիտեմ, Ես ուզում եմ ազնվեմ, արդարաբար, բոլորիս հավասար, ամեն մեկիս 2.500, ձեզ Օստապ Իբրահիմովիչ, ու Միրոն Կոզլևիչին, և ինձ։ 10,000, լավ է, պարոն Կարեյկոյի ռոճիկը 20 տարվա ամբասից ծառայության համար, իսկ հիմա թող Բաժանի Պանիկովսկին, ինչպես երևում են հատուկ կարծիք ունի։ Օստապ Իբրահիմովիչ։ Հատուկ կարծիք ես էլ ունեմ, հատուկ կարծիք ես ունեմ, հատուկ կարծիք, բա ինչու չունեմ հատուկ կարծիք, 10,000 ես չեմ բաժանի, չուք 10,000 չեմ բաժանի, սա ինձ համար ինչ փող է, 880, ճիշտ է, ինչ փող է որ 10,000, սա ինձ, սա նրան, սա Օստապ Իբրահիմովիչին, սա ինձ չէ, սա այստեղ, այս ինձ, սա Օստապ Իբրահիմովիչին, սա ինձ, սա նրան, սա Օստապ Իբրահիմովիչին, սա ինձ, կմեկնեմ, ջեպն բազնասկով, սա կրշատիկ, սա ինձ, սա Օստապ Իբրահիմովիչին, սա ինձ, սա Օստապ Իբրահիմովիչին, այս այստեղ, այս ինձ, սա նրան, սա ինձ, Հետո։ Մեզ երկուսից Օստապ Իբրահիմովիչ 4,000, իսկ բալականում են երկուս, նա երկուս էլ արժենի չի։ Կոզլևիչին։ Կոզլևիչին ինչ երմար, սա օթանան է, ով է Կոզլևիչը, որ ասան անբաժին հանեմ, մեկ ոչ մի Կոզլևիչ չեն ճանաչում։ Պրծար։ Պրծա, ոսմեմ էդր ինչ Կոզլևիչ, Մասլևիչ։ Դուք վերջացրիք, հիմա ես կբաժանեմ։ Միայն արդար եղիր բենդեր։ Այո, արդար։ Այ, շուրա, այ, տվեք ատակը բենդեր, այ,
Պետք է բաժանել արդարաբար։ Այսուր ժամի շուրա կատակելու տրամադրություն չունեմ։ Էլ մենք ինչու ենք աշխատում։ Այդպես չի լինի։ Սա բացատրեք։ Մենք շատ չաչարվեցինք Պանիկովսկու հետ։ Չմիտի սիրելի զավակիր, ուզում եմ հիշեցնել միայն, որ մենք այստեղ եկել ենք ոչ թե ինչ-որ 10,000 ռուբլու համար։ Ինձ առնվազն պետք է 500,000։ Ամենից ինչու ուղարկեցիք։ Մանն այն է շուրա, որ ես ավազակ չեմ։ Ես հարգում եմ քրեական օրենսդրությունը։ Գաղափարական մարտիկ եմ։ Անուն դրամանիշների։ Դա մեզ ստուգում էր։ 40 ռուբլի ստացող ծառայողի գրպանում 10,000 ռուբլ տվեց։ Եվ դա մեզ մեծ շանսեր է տալիս, վիթխարի շանսեր։ Վաղ ես կվերադարձնեմ այս փողերը քաղաքացի Կարեիկոին։ Եվ նա դրանք կվերցնի։ Եվ հենց այստեղ է որ կգա նրա վերջը։ Եվ ես նրա հոգին բուրըս քաղաքեմ, որովհետև որպես խելացի մարդ շուրա։ Նա կհասկանա, որ մասը փոքր է ամբողջից։ Եվ որպեսզի ամբողջը չկորցնի, ինձ կտա ունեցածի մի մասը։ Եվ հենց այստեղ է, որ հրապարակ կգա կապույտ եզրաշերտով ինչա։ Ապսեն, ճշմարիտ է։ Իմացար ծերուկ, հա։ Էդ ինչ ես լացլի։ Տրեք ինձ իմ փողերը։ Լաց մի։ Ես աղքատ մարդ եմ։ Մի տարի բաղրիկ չեմ գնացել։ Ես ծեր եմ։ Աղջիկները ինչ են սիրում։ Դիմեցեք սեռական ռեֆորմների համաշխարհային լիգային։ Միգուցե այնտեղ ձեզ օգնեն։ Ինձ ոչ ոք չի սիրում։ Ոչ ոք չի Դուք սիրում։ ինձ սիրելու բան եք, հա? Ոչ, ձեզ նմաններին չեն սիրում։ Աղջիկները սիրում են ջահել, երկարավոտ եւ քաղաքականապես գրագետ մարդկանց։ Իսկ երբ մեռնեք, ոչ ոք ձեր մասին չի գրի թերթում, թե մեկն էլ այրվեց աշխատանքի մեջ, հա Պանիկովսկի, կամ էլ մահը մեր շարքերից խլեց հասարակական աշխատող այս ինչին։ Եվ դրա համար էլ ձեր շիրմին այցի չի գա պարսկուհու գեղեցիկ աչքերով, մի այրի եւ երեխաներդ լացագումատ չեն բղավի, պապա, դուք մեզ լսում եք։ Այդպես մի ասեք։ Ես բոլորից շատ կապրեմ։ Դուք դեռ չեք ճանաչում Պանիկովսկու։ Պանիկովսկին դες բոլորիդ կառնի ու կծախի, հետո էլի կծախի, անել թանկ գնով։ Տվեք ինձ իմ փողերը եւ վերջ։ Ծերուկ, նավելավ ասացեք ծառայելու եք, թե ոչ։ Վերջին անգամ եմ հարցնում։ Կծարայեմ։ Քաղաքացի Կարեիկո։ Այո։ Ալեքսանդր Իվանիչ։ Այո։ Ճիշտ այդպես։ Բարև ձեզ։ Խնդրեմ նստեք։ Եկել եմ մի հանձնարարությամբ։ Խնդրեմ։ Ուզում ենք Ալեքսանդր Իվանիչ ուրախացնել ձեզ։ Այդ ինչով եք ուրախացնելու։ Ես չեմ ծխում։ Լավ է, որ չեք ծխում։ Այստեղ 10,000 է, ուզում եք հաշվեք, ուզում եք ոչ։ Բարի եղեք մի ստացական էլ տալ, որ հանձնեցի։ Դուք շփոթում եք ընկեր։ Ինչ 10,000, ինչ ստացական։ Ոնց թե ինչ։ Չէ որ երեք ձեզ կողոպտել են։ Ինձ ոչ ոք չի կողոպտել։ Դե, ոնց թե չեն կողոպտել։ Կողոպտել են, երեք ծովափին։ Եվ խլել 10,000 ռուբլի, կողոպտիչները ձերբակալված են, ստացական տվեք։ Աստված վկա ինձ ոչ ոք չի կողոպտել։ Դուք պարզապես շփոթում եք։ Ներեցեք, ես շտապում եմ ծառայության։ Ինչ ծառայություն։ Այդ ուր քաղաքացի, խանգարում եք միլիցիայի աշխատանքը, ապացուցված է, փողերը ձեր, ստացականը մեզ։
Ինքներդ մտածեք, որտեղից կարող է ինձ մոտ այդքան փող լինել։ Սարն է, խմեք։ Նա, ճիշտ է։ Ճիշտ է։ Այդքան փող, որտեղից։ Իսկապես։ Ուրեմն ձեզ մոտ ամեն ինչ կարգին է։ Ամեն ինչ։ Ստամոքսն էլ կարգին է։ Մի անգամայն։ Ես գիտեք շատ առոս մարդ եմ։ Իսկ ծանր իրազները ձեզ չեն տանջում։ Ոչ, չեն տանջում։ Առայժմ։ Միլիցիայի գլխարկը չմոռանաք։ Այո, այո։ Միայն աղաչում եմ, գիշերը քնելուց առաջ հում պամիդոր չուտեք, թե չէ ձեր ստամոքսը կվնասվի։ Բարով գնաք։ Բարով մնաք։ Հետաքրքիր մարդ եք դուք, Ալեքսանդր Իվանիչ։ Ձեզ մոտ ամեն ինչ կարգին է։ Զարմանալի է։ Այդպիսի բախտի տեր եք և ազատ ման եք գալիս։ Դե ինչ կա, շուրը չկա, ողբիր դուրը։ Հոսեն։ Հոսեն։ Ոստապ Իբրահիմովիչ, ամենևին չեք խնայում ձեր սիրտը, չի կարելի այդքան հեղուկ ընդունել։ Սպանում եք ձեզ։ Ամեն ինչ պարզ է։ Այդ ի՞նչն է պարզ։ Միլիոն։ Եթե գաղտնիք չէ, ինչ կա թղթապանակի մեջ, հա։ Իմ աղավնյակներ, իմ փոքրիկ բարեկամներ, այստեղ ամեն ինչ էլ կա։ Ամեն ինչ էլ կա։ Հերմալիներ, աղջիկներ, կապույտ կեպընթացներ, Կամ ուշտանամ։ լազուր ծով սպիտակ շոքենավ, Շուրը ես կամ ուշտանամ։ բողովին նոր սմոքինգ, ճապոնացի լաքեյ, Ճապոնացի, լաքե, ճապոնացի։ լատինե ատամներ, անցակ գուլպաներ, անձնական բիլիարդ և ամենագլխավոր իշխանություն, արգանք և պարկ, Պարկ։ որ տալիս է փողը, ապ։ Ոստապ Իբրահիմովիչ, վերցրեք ձեր դաշնքատակներին։ Իգործ տղաներ, գլխավորը պարզված է, պաշտպանյալը փող ունի և դատելով ըստամենայնի շատ փող։ Մենք սկսում ենք հետաքննել քաղաքացի Կարեյկոյի գործը։ Նրա համար մեզ հարկավոր է լեգալություն։ Դե շուտ ասեք, Լեգալություն համբերություն և չկա։ դարձյալ լեգալություն։ Մեզ հարկավոր է ոչ, մենք պարտավոր ենք խառնվել ծառայողների աշխույժ մասսաներին։ Ինչ ծառայողներ։ Շուրա, ինչ մասաներ։ Բջամես երբ ենք բժանում մեր փողերը։ Միայն քարտարաբար։ Դե ինչ խոսք շուրա, ընկերներ։ Եկեք նստենք, շուրը չկա, եկեք այստեղ։ Էլ երբ պետք է բաժանենք, Ոստապ Իբրահիմովիչ։ Այլևս երբեք իմ փոքրիկ բարեկամներ։ Վաղն այս փողերը պետք է բանկ դրվեն մեր ապագա գրասենյակի ընթացիկ հաշվին։ Պարզ է։ Վերջաբնեցուն շուրա։ Արյասեք տերն ամենակարող է։ Սա վերջն է։ Սա վերջն է առաջին սերիայի ուսանող։ Առաջին